Տարիներն իրար հաջորդելով անցնում են աննկատ, անցնում ինչպես ակնթարթը։ Սակայն այս ամենի հետևում մնում է նրանց ստվերը, ստվեր, որ ուղեկցվում է ողջ ընթացքում, ստվեր, որի մշուշոտ անդաստանում փայլում է լուսափայլ աստղը։ Դպրոցական տարիներն էլ այսպիսին են, գալիս են առաջին զանգով, ավարտվում վերջին զանգով։ Աշակերտներն էլ իրար հաջորդելով գալիս են ու գնում, բայց արի ու տես, որ նրանց մեջ գտնվում են այնպիսիք, որոնց պայծառանունները դրոշմվում են դպրոցի հուշատախտակին, ում մասին խոսում ու նրանցով հպարտանում են բոլորը։ Այսպիսի պատկեր է նաև Հեշտիայի թիվ 2 հանրային դպրոց, որն ապրել է 6 տասնյակ երկար ու ձիգ տարիներ, որտեղ 60 տարի անընդհատ հնչել է առաջին ու վերջին զանգ։ Ու այսօր արտաքինից սովորական թվացող դպրոցը նշում է իր ստեղծման 60-ամյակը, նշում յուրովի, բազմաբնույթ ու բովանդակալից, նշում է սովորականից տարբերվող ծրագրով, որին մասնակցում են բոլորը, ահա այս ամենի նախապատրաստական աշխատանքները։ 60 տարին թվում է, թե քիչ ժամանակաշրջան է, բայց արված աշխատանքները եւ վաստակը մեծ է։ Ասեմ, որ մեր դպրոցը հիմնադրվել է 1964 թվականին։ 1964 թվականին, երբ առաջին դասարանցիները մտան այս դպրոց, եւ ոչ ոք չէր պատկերացնում, որ այս երկրորդ դպրոց կդառնա, որովհետեւ այն հանդիսանում էր ուրեմն Հեշտիայի դպրոցի մասնաշենքը։ 2 տարի այն հանդիսանում էր մասնաշենք, ապա 1965 թվականի վերջին դպրոցը դարձավ 8-ամյա դպրոց։ Իսկ 1966 թվականից մեր դպրոցը արդեն հանրային դպրոց, այսինքն միջնակարգ դպրոց էր հանդիսանում եւ մինչեւ օրս կրում է այդ լուծը իր ամեն ուրեմն էությամբ, ամեն մի գործնեությամբ նա համապատասխանում է կրթական մի մեծ օջախի, որտեղ կրթվել ու դաստիարակվել են բազմաթիվ մարդիկ, այդ թվում ես չպետք է մոռանամ առանձնապես այն մարդկանց, ովքեր մեծ վաստակ ունեն եւ մեր երկրում եւ նաեւ ուրեմն հանրապետությունից դուրս։ Ասեմ, որ այս դպրոցում է ուսանել Դավիթ Լոկյանը, մեկ ուրեմն Մգերդիչ Գրաբսկին, որի աշխատանքները տեսնում եք հենց ուրեմն նրա գործունեությունը ոչ միայն նա հանդիսանում էր բժշկական գիտությունների տեխնազու լավագույն բժիշկ, այլ նաեւ տաղանդավոր բանաստեղծ, որ մինչև օրս նա ուրեմն ստեղծագործում է եւ այն էլ ինչ բարձր մակարդակի։ Ասեմ, որ մեր դպրոցում դպրոցի աշակերտների ստեղծագործություններից այսօր կան Արգամ Երանոսյանը, Վիկտոր Հովսեփյանը, ուրեմն նշեմ, որ Կարապետ Երանոսյանը, ասեմ, որ հենց մեր դպրոցի ուսուցիչների ստեղծագործությունները նույնպես այստեղ մենք ներկայացրել ենք, դա հանդիսանում է Կլիմենտ Անտոնյանի աշխատանքները, գիրքը եւ նաեւ ներկայացրել ենք Սալավատ Արոյանի Բեկորներ մշոջոջ քարի ստեղծագործությունը, որը մեր Հեշտիայի, ոչ միայն Հեշտիայի, այլ ամբողջ ուրեմն Թորիա Ուչմանա Դիլիվ գյուղերի պատմությունը ամբողջովին վերցված։ Նաեւ պետք է նշեմ, որ հենց այստեղ մենք ներկայացրել ենք մեր մի քանի տարի առաջ ավարտած ուսանողուհի այժմ Կարապետյան Օֆելիայի ստեղծագործությունը, որը շատ հստակ ուրեմն ապագա է խոստանում, մեծ ապագա է խոստանում, նա այսօր գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, գնացել է իր ուսանողական գործունեությունը շարունակելու այնտեղ։ Այստեղ ուրեմն նաև կա ստեղծագործող Սոնյա Սանամյանի ստեղծագործությունը, որը ներկայացնում է գյուղական առօրյան, կյանքը, սերը եւ ամեն ինչ։ Ինչպես տեսնում եք, մեր դպրոցը հարուստ է արվեստի նմուշներով, բայց դրանց գլուխգործոցը հանդիսանում է Հավլետ Արոյանի, մեր վաստակավոր մանկավարժի եւ վաստակավոր նկարիչի ստեղծագործությունները, որոնք դուք տեսնում եք նրա որմնանկարները, նրա ստեղծագործությունը, որ զարդարում է ամբողջ դպրոցը։ Խնդրեմ ուրեմն վրաց այբուբենի ծառը, այն մեծ խորհրդանիշ ունի իր մեջ հայ եւ վրաց ժողովուրդների եղբայրության եւ սա սիմվոլ է, որ միաժամանակ սա ուրեմն հանդիսանում է վրաց քրական
գրականության հիմքը հավրած այբուբենը, որը ներկայացնում ենք մենք դպրոցով։ Հետո նա ներկայացնել է նաև այս գրասիրության քարոզը, որը փաստորեն շատ մեծ դեր է խաղում մեր երեխաների շրջանում, արթնացնում է սերը դեպի արվեստը, դեպի մշակույթը, դեպի գրականությունը։ Հետո նրա ստեղծագործությունը, որ Մարին լեզվի օրվան նվիրած նրա ստեղծագործություններից մեկն է, հետո դուք տեսաք Սայաթնովա ստեղծագործությունը, իսկ հիմա նա աշխատում է մի մեծ գրող, մեծ փիլիսոփա մեր Հովհաննես Թումանյանի նկարի վրա, ցանկանանք նրան առաջի հեշտին առողջություն եւ շնորհակալություն այն իր անբացիր աշխատանքի համար եւ տեսնում եք որ աշակերտները նույնպես նրան հետևում են, հասկանում են արվեստը եւ ամեն ինչ։ Միջոցառման ծրագրի առաջին փուլն է, որտեղ երեխաներն իրենց ուսուցիչների հետ պատրաստվում են ցուցահանդեսի։ Ստվարաթղթից, մակուլատուրայից, կավից ու դողիկներից, լուցկու հատիկներից ու սննդային մաս կազմող մակարոնից պատրաստած պատկերները գրավում են բոլորի ուշադրությունը։ Խոսք չկա մեծ նկարիչ Համլետ Արոյանի կտավների մասին։ Ցուցահանդեսի կարևոր մաս է կազմում դպրոցի նախկին աշակերտուհու ձեռագործ ասեղնագործ աշխատանքը, որի մասին խոսեց նրա դուստրը։ Ես Գալիա Ռաքելյան եմ, հեշտյայի թիվ 2 հանրային դպրոցող նախկին աշակերտուհի Չնաշխարհիկ Անտանոսյանի աղջիկն եմ, ներկայացնում եմ նրա աշխատանքը վրացերենի այբուբենը, իսկ հայերենի այբուբենը նա տարիներ առաջ երբ սովորել է դպրոցում, այդ ժամանակ է նվիրել դպրոցին, իսկ այժմ վրացերենի տառերը նա նվիրում է նույնպես դպրոցին 60-ամյակի առթիվ։ Շնորհավորում եմ դպրոցի 60-ամյակը, 60 տարի է ինչ այս դպրոցում շատ աշակերտներ են սովորել եւ ես շատ ուրախ եմ, որ սովորում եմ այս դպրոցում։ Իրականում սա երկրորդ մակետն է, որը պատրաստում ենք կավով, արդեն կավով ենք աշխատում, հա։ Առաջինը եղել է Ռաբաթի Բերդը ու Վարզյան, իրար ենք առնել եւ ընդհանուր մեկ տեսք ենք տվել։ Այս պատկերը արել ենք Թբիլիսի, մասնակցել ենք ցուցահանդեսի, ամբողջ Վրաստանի մասշտաբով տեղի է ունեցել ցուցահանդես, որի շրջանակներում մենք հանդես ենք եկել այս մակետով։ Հաջորդը, երբ որ միտք առաջացավ դպրոցի 60-ամյակի միջոցառման համար, մենք որոշեցինք դպրոցի կավե մակետը պատրաստել գիշերային լուսավորմամբ։ Ծրագրավորումը կատարված է Arduino-ով, հիմնականում երբ մութ է լինելու, ծրագրի մեջ այնպես է գրված, որ ավտոմատ լույսերը միանան։ Հիմնականում այս ամենը տեղի ունեցել STEM-ի շրջանակներում։ STEM ծրագիրը արդեն 2-ից 3 տարի է ինչ դպրոցում գործում է։ Ես 10-րդ դասարանի աշակերտ Վիկտորիա Շկոյանն եմ, մենք 10-րդ դասարանի աշակերտներս պատրաստել ենք մատուռ Սուրբ Ստեփանոս մատուռը, որը գտնվում է մեր գյուղում, եւ այսօր մեր դպրոցում մեծ ուրախություն է, քանի որ մեր դպրոցը նշում է հոբելյանական 60-ամյակը եւ ուզում եմ շնորհավորեմ դպրոցի անձնակազմին եւ աշակերտներին, տոնե շնորհավորում եմ շատ սիրելի դպրոց։ Այս փազլը պատրաստված 6-րդ դասարանցիներիս կողմից սիրով նվիրում ենք դպրոցի 60-ամյա հոբելյանին։ Այն պատրաստել ենք փազլներով, մանր փազլներով եւ գրեթե այն 3 ժամ ենք հավաքել։ Ես շնորհավորում եմ դպրոցի 60-ամյակին եւ շատ ուրախ եմ, որ սովորում եմ այս դպրոցում։ Մենք 11-րդ դասարանի աշակերտներն ենք եւ մենք մեր դպրոցի 60-ամյակի առթիվ որոշել ենք նվիրել գյուղի եկեղեցու կառույցը։ Այն աշխատանքները մեր տևել է մոտավորապես 3 շաբաթ։ Աշխատանքը եղել է երկար, բայց process-ը մեր համար եղել է հաճելի, քանի որ մենք գիտենք, որ նպատակը մեր դպրոցի 60-ամյակի առիթն է։ Եվ մենք ուզում ենք սիրով շնորհավորել ամբողջ դասարանի կողմից մեր դպրոցի 60-ամյակը եւ մեզ համար շատ հաճելի է լինել այս դպրոցի աշակերտները։ Աշխատանքը կատարել ենք լուսկիների միջոցով եւ process-ը եղել է բավականին երկար եւ դժվար։ Ես հեշտյայի թիվ 2 հանրային դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի Մանե Քաշանյանն եմ։ Մենք մեր դասընկերների օգնությամբ պատրաստել ենք այս դպրոցի մակետը դպրոցի 60-ամյակի առթիվ։ Աշխատանքը ստացվել է շատ գեղեցիկ, շատ դժվարությամբ հաղթահարեցինք այն պատրաստելը եւ արդյունքը շատ գեղեցիկ ստացվեց։ Շնորհավոր տոնդ սիրելի դպրոց։ Այն պատրաստել ենք մակարոնների տեսականներով, որով շատ դժվար էր աշխատելը։ Այս աշխատանքը, որը որ դուք տեսնում եք, պատրաստված է 8-րդ դասարանի կողմից եւ մենք այն սիրով նվիրում ենք դպրոցին։ Աշխատանքը պատրաստված է մակուլատուրայից եւ ներկված է գուաշով։ Այսօր մեզ մոտ տնական տրամադրություն է, քանի որ մենք բոլորս պատրաստում ենք մեր շատ սիրելի դպրոցի 60-ամյակին։ Շնորհավոր տոնը, սիրելի դպրոց։
Ես Սոնյա Փնջոյանն եմ, այս աշխատանքը պատրաստված է 9-րդ դասարանի կողմից եւ նվիրվում է դպրոցի 60-ամյակին։ Այս աշխատանքը մենք պատրաստել ենք մակուլատուրայով։ Այս աշխատանքի առաջարկը մենք ստացել ենք Ընկեր Գրիգորյանից եւ շնորհակալ ենք նրան նման առաջարկ անելու համար եւ վերջում ուզում եմ շնորհավորել դպրոցի 60-ամյակը կուզեի, որ այս դպրոցում շատ երեխաներ լավ սովորեն, որպեսզի դպրոցի գիտելիքները երևային, որպեսզի բոլորը իմանան, թե ինչ գրագետ եւ լավ դպրոց ունենք մենք եւ կուզենայի վերջում ավելացնեի, որ դպրոցը ոչ միայն մեր կրթօջախն է, այլ նաեւ մեր երկրորդ տունը։ Ինչպես տեսնում եք, այստեղ այն ուսուցիչների անուն ազգանուններն են, ովքեր աշխատել են 1964 թվականից սկսած աշխատել են Հեշտիայի թիվ 2 հանրային դպրոցում, բայց որոշ հանգամանքների բերումով չեն աշխատում այստեղ։ Անուն ազգանունները գրել ենք ես եւ եղբայրս Ընկեր Յարժյանի հովանավարությամբ, իսկ անուն ազգանունների աղբյուրը մեզ տվել է այս դպրոցի աշակերտ Կարեն Հովանեսյանը։ Բարև բոլորին, ես Սվետլանա Արոյան եմ, Հեշտիայի թիվ 2 հանրային դպրոցից։ Մենք պատրաստել ենք մեր երազանքների քաղաքը, մակետի մեջտեղում կա տեղադրված լուսակիր, որը աշխատում է Arduino-ի շնորհիվ, երբ մենք մարդկոցը մոտեցնում ենք Arduino-ին ենք միացնում, ապա սկսում է լուսակիրը աշխատել։ Դպրոցի 60-ամյակի համար պատրաստել ենք ցուցահանդեսի, սրանք իմ նկարած նկարներ են։ Ես իմ ուսուցիչն է Համլետ Արոյանը, 2 շաբաթվա ընթացքում կարողացել եմ նկարել այս նկարը, որը շատ եմ սիրում։ Նկարում պատկերված է Մարիամ Աստվածածինը։ Հեշտիայի երկրորդ հանրային դպրոցում շատ հետաքրքիր մթնոլորտ է, շատ ուրախ, լավ մթնոլորտ է տիրում։ Այստեղ Հեշտիայի երկրորդ հանրային դպրոցը պատրաստվում է 60 ամյակին, մենք պատրաստվել ենք ցուցահանդեսի, պատրաստել ենք շատ հետաքրքիր աշխատանքներ, համագործակցել ենք տնօրինության հետ, աշակերտների հետ միասին, ստեղծել ենք Վրաստանի քարտեզը, ստեղծել ենք Վրաստանի դրոշը, աշակերտների հետ նաև ստեղծել ենք դպրոցի 60 տարիների ֆոտոժապավենը, որտեղ ընդգրկել ենք բոլոր տարիների, բոլոր սերունդների դպրոցի նկարները, որպեսզի հյուրերը գան, մեր դպրոցի սաները գան, տեսնելով իրենց, թարմացնեն իրենց հիշողությունը։ Միջոցառման երկրորդ մասը գեղարվեստական մասն էր, որը սկսվեց շատ տպավորիչ ու բովանդակալից։ Արա Գևորգյանի երաժշտության ներքո վերոնշյալ դպրոցի աշակերտները բաց երկնքի տակ հոծ շքերթով գրեցին դպրոցի ծննդյան տարեթիվը, չնայած մանրակաթիլ անձրևին։ Օրը անձրևոտ էր, երկինքը մռայլ, բայց բոլորի աչքերում ու սրտերում ուրախություն ու ցնծություն կար։ Դպրոցը իր հարկի տակ էր հավաքել աշխարհի շատ ծայրերում գտնվող իր նախկին ու ներկա սաներին։ Հավաքել էր մեկ անգամ եւս զգալու նրանց ներկայությունը, մեկ անգամ կրկին լսելու նրանց շնորհակալական խոսքերը։ Հավաքել էր վայելելու հարազատ գյուղի ու բնության գարնանային շունչը, ու այն ստացվեց։ Ես նամապես մեր ժողովրդի հետ շնորհավորում եմ այդ մեր դպրոցի 60 տարին, կցանկանամ մեր դասադուներին, մեր ուսուցիչներին, ով մեզ ապրել են, սիրել են, սովորեցրել են, առողջություն են նրանց, բոլորին, հաջողություն։ Միշտ անգամ կանք տեսնենք մեր ուսուցիչներին, մեր ժողովրդին լավ, առողջ եւ հաջող։ Ամենակարևորը, եթե կարելի է մեր խոսք ասել, բանի համար, մեր Նինոցմինդայ ռայոնի զարգացման համար։ Ես կտեսնամ, որ շատ բան արած, очень много сделано для развития района. Я вот действительно благодарю от себя лично вот правительство Грузии за то, что много, вот непростое время, много сейчас выделяет время, внимание для развития района. Сегодня благодарю местные власти, которые руководят районом. Я желаю всем благополучия, здоровья, мирное небо над головой. И чтобы всегда наш Эшти, наш Джавах процветало. И что я приехал вот через год, через 5 лет, что увидел такой прекрасный, красивый Эшти, Джавах. Спасибо.
Հանդիսավոր միջոցառումը, որը եղանակային վատ պայմանների պատճառով անցկացվեց գյուղի մշակույթի տանը, սկսվեց Վրաստանի պետական օրհներգով, ի նշան մեր պետության հարգանքի ու մեծարանքի։ Այնուհետև բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Լալազար Արոյանը։ Հարգելի ուսուցիչներ, սիրելի աշակերտներ, ծնողներ, հյուրեր եւ համագյուղացիներ, սիրով ողջունում ենք բոլորիդ։ Հեշտիայի թիվ 2 հանրային դպրոցի հիմնադրման 60-ամյակի կապակցությամբ։ Այս հոբելյանը հանդիսանում է ոչ միայն հիշարժան տարելից, այլ նաև մեր դպրոցի անցած վսեմ ուղու, արժեքների եւ ապագայի հանդեպ ունեցած մեր հավատքի խորհրդանիշը։ 6 տասնամյակ շարունակ մեր դպրոցը եղել է կրթության, մարդկայնության եւ նվիրվածության խորհրդանիշ, սերունդներ կրթելով հայրենասիրությամբ, գիտելիքով եւ արժանապատվությամբ։ Այսօր մեր բազում շրջանավարտները, ուսուցիչներն ու աշակերտները կրթության ու կյանքի տարբեր ասպարեզներում մեծագույն հաջողություններ են արձանագրում, շարունակաբար բարձր պահելով դպրոցի պատիվը։ Am samotից լիսկանմավ լոբաշի չվենի սկոլա իղո չվենթվիս կանատլեպիս ღირსეული ადამიანობის და წარმატებების სიმბოლო. დღეს ამ სკოლის კურს დამთავრებულებებს, მასწავლებლებს და მოსწავლეებს სხვადასხვა საპასუხისმგებლო ასპარეზზე აქვთ უდიდესი მიღწევები და სკოლის სახელს კიდევ უფრო მეტად სასახელოს და საამაღოს ხდიან. მადლობას მოგახსენებთ ყველას, ვინც ამ წლების განმავლობაში წვლილი შეიტანეთ სკოლის წარმატებ განვითარებაში. ასევე მადლობას ვუხდით ჩვენი ადგილობრივი ხელისუფლების და რესურს ცენტრის წარმომადგენლებს გვერდში დგომისა და მხარდაჭერისთვის. დღევანდელი ღონისძიება არის სიმბოლო ჩვენი ერთიანობის, მადლიერება განვლილი გზის მიმართ და რწმენა უკეთესი მომავლის. გილოცავთ ყველას სკოლის 60 წლის იუბილეს. გისურვებთ, რომ ეს დღე იყოს გამარჯვების და წარმატებების დასაწყისი. Հարգելի հեշտիացիներ, հյուրեր, ուսուցիչներ, ծնողներ եւ աշակերտներ։ Ողջունում եմ Հեշտիայի թիվ 2 հանրային դպրոցին նրա 60-ամյա հոբելյանի կապակցությամբ։ Շատ տնօրեններ է ունեցել մեր դպրոցը, բայց վերջին ընկեր Արոյանը իր անշահախնդիր աշխատանքի շնորհիվ վայելում է իր կոլեկտիվի համակրանքը։ Թույլ տվեք մեր մանկավարժական կոլեկտիվի կողմից շնորհակալագիրը հայտնենք ու տանք ընկեր Արոյանին։ Միշտ անսասան աշխատիր ընկեր Արոյան, թող ոչ մի չփոխի քո ուղղությունը։ Սիրելի հայրենակիցներ, հարգարժան ուսուցիչներ, աշակերտներ, շրջանավարտներ, հյուրեր։ Այսօր յուրահատուկ հուզմունքով եւ խորը երախտագիտությամբ ողջունում եմ իմ հարազատ Հեշտիա գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի 60-ամյակի տոնակատարության բոլոր մասնակիցներին։ 1963-64 ուսումնական տարվա շրջանավարտ, բժշկական գիտությունների տեխնազու բժիշկ բանաստեղծ Մկրտիչ Գրաբսկու համար սա պարզապես տոնակատարություն չէ, սա 60-ամյա սաղարթների վերադարձն է իր արմատներին, որը արունատար անոթի նման կապում է իմ մանկությունը, պատանեկությունը եւ ամբողջ կյանքը ջավախ աշխարհի սուրբ հողի եւ այս դպրոցի հետ։ Ինձ համար պատիվ էր ոչ միայն այստեղ սովորելը, այլև որպես կամավորական դպրոցի շենքի կառուցմանը մասնակցելը։ Հիշում եմ, թե ինչպես մենք քար ու շաղախ էինք կրում, երազելով, որ մի օր մեր կրտսեր եղբայրները, քույրերը եւ երեխաները կսովորեն այստեղ, այս նոր դպրոցում։ Եվ այսօր ես տեսնում եմ, թե ինչպես է մեր երազանքը շարունակում ապրել, ինչպես է դպրոցը բարգավաճում շնորհիվ հայ եւ վրացի ժողովուրդների բարեկամության։ Որպես երախտագիտության խոսք, ես կցանկանայի իմ բանաստեղծություններից մեկը կարդալ ձեզ համար։ Հայրենի երկիր, մեկ միակն է ինձ հարազատ այս կայն։ Սարեր ու ձորեր, դաշտեր, անտառներ, սառը ջրերով աղբյուր ժայռափոր,
մով երկնքի տակ տաբանակարեր, շուրջն եկեղեցու, Սուրբ Աստվածամոր, թաղից թաղ անցնող գալստյան մի լուր, ինձ ուղղորդում է մի տեղից այլ տեղ, հուշատեղին քարերը թափուր, հասակակիցներ էլ չկան այնտեղ, դեպի գյուղամեջ ասպարեզը բաց, տունը հայրական պատը տված ճակ, և խիտ սաղրտի շրշունը զսպած, ծեր բարդիների պուրակ ու լճակ, բնապատկերը նույնն է ամենուր, անձրևից հետո ձորերում հեղեղ, մայիսին ծաղկած դաշտից կենսատուր, լսվում է գարան մայոցը անմեղ, աղբյուրակ արվի կարգաչուն կանչով, ընտառաջ նետվող ալյագները խենդ, բուրըն տենչանքի հախուրն հառաչով, հոսում են նեղլիկ հունով քարակերտ, սեզի թմբերով արվագը փագած, ճաճուդից քշած գորդերին կռան, տիղմով մերգանդամ մարմինը ծեփած, լողանում էինք լճագում ելման, հորդացող գետը կերմաններում կից, գալարուն մեջքը ափին էր քսում, մենք սուզված հոսքում քարերի տագից, միայն ձեռքերով ձուկ էինք որսում, անհակ կարոդի հույզով տոգորուն, հայրենիքում է միտքս դեգերում, իր ամեն աղբյուր դաշտ այգի ու տուն, երանությունը իմ հոգում բերում։ Ես երախտագին սրտաբուխ շնորհակալություն եմ հայտնում բոլոր ուսուցիչներին, նրանց ովքեր կանգնած էին դպրոցի կառուցման ակունքներում, նրանց ովքեր այսօր հասարակության զարգացման արդիական պահանջներին համապատասխան շարունակում են կրթական գործը, այն անձնանվեր աշխատանքը, որ թվերով չի չափվում, այն չափվում է ճակատագրերով։ Դպրոցը հիշողություն է, բոլոր սկիզբների սկիզբը, դպրոցը այն միջավայրն է, որտեղ նախասահմանվում են ճակատագրերը և բնավորություններ են ձևավորվում, ինչպես որ ինձ համար այն եղել և մնում է իմ ամբողջ կյանքի ուղեցույց աստղը։ Թող Հեշտիայի թիվ 2 դպրոցը լինի սերունդների և ժողովուրդների իրար հավերժորեն կապող ծիածան, լույսի, մշակույթի, գիտելիքների, բարեկամության և բարության կենտրոն առաջիկա տասնամյակների ընթացքում։ Շնորհավոր տարեդարձդ, սիրելի դպրոց, շնորհավոր քո տոնը, իմ հայրենի Հեշտիա գյուղ։ Մարդկության համար ամենաթանկ բանը դա կրթությունն է հասկացողի համար, որտեղ մարդը տարբերվում է աշխարհի մնացած բոլոր կենդանիներից միայն իր գիտակցությամբ։ Գիտակցություն, աշխատասիրություն, բնություն ճանաչել միայն կարող են այն մարդիկ, որոնք ի վիճակի են կրթվել, սովորել, իմանալ։ Հեշտիան ունեցել է սկզբնագաշարժան մի դպրոց 1965 թվականին միջնակարգ դպրոց, որի դիրեկտոր էր հոյակապ մի ուսուցիչ, հետագայում դասախոս Գրաբսկի Հովագին Արտյոմի եւ դիմանակ։ Հունվարին այն ժամանակ դպրոց կիսամնակ, առաջին կիսամնակ, երկրորդ կիսամնակ այժմ նման չեն։ Երկրորդ կիսամնակին շատ էին դպրոց արդեն շահագործման անցավ, այդ դպրոցի աշակերտների մի մասը բարձր դասարան աշակերտներ տեղափոխվեցին ներկա դպրոցում, դեռ այն ժամանակ միասնական է։ Իսկ արդեն սեպտեմբերին վերսկսելու ժամանակ անջատվեց դպրոցից 8-ամյա դպրոց, միջնակարգը մնաց իր տեղում, 8-ամյա դպրոցը տեղափոխվեց ներկա Հեշտիա 2-րդ համարի դպրոց, որի դիրեկտորը նշանակվեց Սիմոնյան Ներսես, ուսմասվար Մարգյան Կարապետ, որից հետո 1-2 տարի անց նորից 8-ամյան վերածվեց միջնակարգ դպրոց։ Աշակերտների քանակը շատ էր։ Միայն
երկու դպրոցում մեր դպրոցի 1300 աշակերտ է, պատրաստեք են, իսկ հետագայում էլ ավելի շատացավ։ Դա ուրախալի քայլ էր, շատ, դա իր շնորհք ժամանակի խաղաղության և դիլագից մարդկության արդյունք էր դա։ Շատ աշակերտ, մոտ 6-7 հազար աշակերտ ավարտել է միջնակարգ հեշայի համար երկրորդ միջնակարգ դպրոցում և ստացել եմ տարբեր կրթություններ, որոնցից բարձրագույն կրթությունը ստացել, պաշտոնավոր մարդիկ են եղել Թորայից, Ուժմանայից, Խարումայից, աշակերտները մեր մոտ էին սովորում։ Դուք երևի գիմանաք Թորայից, Լոքյան Դավիթին գիտեք, իմ աշակերտները Դասխեգի Եսեի հասա մինչև մինիստր տարածքային Հայաստանի տարածքային մինիստր աշխատավ։ Շատ ու շատ լավ աշակերտ են եղել և այլն։ Միայն վերջնական մի բան կասեմ, որ ժամանակակից պայմաններում պիտի մարդիկ կարողանան նաև հնարավորության չափ կրթել սերունդին։ Ես դպրոց արդեն 90 տարեկան, 30 տարի է դպրոցից դուրս եմ եկել, բայց զգացվում էր այն չէ, ինչ որ առաջ է կամ հիմա։ Դրա համար պետք է շատ ուշադրություն դարձնել երեխաներին կրթել։ Ամեն ինչից բնության զարգացումը, մարդկությունը, մարսելը ամեն ինչ կախված է կրթության աստիճանից։ Կիրթ մարդը միշտ էլ բարի է, վնաս չի պատճառում, անկիրթից ամեն մի բան սպասվում է։ Դրա համար մարդկությունը պետք է միշտ ցեկտի, որ ժամանակակից երևույթը ստանա լավ կրթություն և լինի օգտակար մարդկության համար։ Աշուններ, ձմեռներ ու գարուններ։ Այս ժամանակահատվածում Հեշտիայի թիվ 2 հանրային դպրոցը դաստիարակել է բազում սաների։ Դպրոցի վաստակաշատ ուսուցիչների մեծ ու նվիրական աշխատանքի շնորհիվ այսօր Հեշտիան հպարտանում է իր զավակներով։ Գիտնականներ, բժիշկներ, ակադեմիկոսներ, նկարիչներ ու գրողներ, ինչպես չհպարտանալ։ Բայրել այս հաջելի բայերը, հաջելի ժամանակը, ես բոլորիդ հասկանում եմ, որ արդեն հոգնել եք, բայց կբաց սպասում եք ավելի հետաքրքիր միջոցառումներ։ Դա ուղղակի ինձ համար շատ հուզիչ էր եւ բոլոր շրջանավարները, բոլոր տարիների շրջանավարները շարվեցին այստեղ։ Դա բարձր դա պատրաստված էր ստադիոնի համար, շատ ավելի ընդարձակ տերիտորիայում ավելի գեղեցիկ երևար կա, բայց մենք հասկանում ենք, որ ստիպված բնական պայմանների պատճառով Արոն Արոյանը ստիպված եղավ տեղափոխել այստեղ։ Ամենամեծ դաստիարակություն եւ կրթությունը ստանում է երեխան դպրոցում։ Դպրոցը իր մանկավարժների հետ, իր ուսուցիչների հետ դա կարծես փողոցի ուղեցույց է։ Նստած իրենց տեղում բոլոր երեխաներին, շրջանավարտներին ցույց են տալիս, թե որ ուղղությամբ յուրաքանչյուրը կարող է գնալ, կյանքի կոչվել, ինչ կարող է դառնալ հետագայում։ Դրանք ամեն ինչ սերմանվում է դպրոցում։ Oh
65 թվականի ավարտական դասարանի աշակերտներից մեկն եմ։ 60 տարի կինը։ Մենք այնպիսի դասարան ենք եղել, որ աղջիկ ջան, ունեցել ենք 4 հատ գիտությունների տեխնացու մեր դասարան։ Մնացած բոլորն էլ ինստիտուտ, համալսարան եւ այլ բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Ամենակիչ տեխնիկում եմ ես սորվի, են էլ 2 տեխնիկում եմ ավարտել, կարմիր դիպլոմով, 2-ն էլ կարմիր։ Հիմա ինչ գուզեմ ասել։ Մենք այնպիսի գյուղ է մեր գյուղն ունենք հանրահայտ երեխաներ, հիմի սաղնել կաշխատեն Թիվլիսում, ուրոլոգ կաշխատեն եւ մյուս կենամ որ իրենց անուններ թվարկեմ։ Դանոյան Տիկրան, Հոյակապ Երևույթ, Թիվլիս, համ կաշխատի, համ կսորվի։ Մարիգյան Խնգյանոս, կաշխատի կսովորի։ Աստոյան Վանիկ, կաշխատի Երևանում։ Հովսեփյան Վիկտոր, կաշխատի, այնպիսի տղաներ նոր։ Գերկիգյան Վիտալիկ, նորեն, Գերկիգյան Էդմոնդ, սաղնել ես դպրոցի թողարկած ժառանգն էին։ Էդի գուզեմ ասել, որ աղջիկ ջան, հեշտյան, այնպիսի երեխաներ դաստիարակման միջոց եղի, որ էլ վաբշե հնարավոր չեսել։ Ես շատ շնորհակալ եմ հեշտյայի դասադուներից եւ ղեկավարներից եւ բոլոր այն անձանց, ովքեր որ մեզի դաս են տվել։ Այն մեր դաստվողներն են, Սիմոնյաններս ես, այսօրվա 100-ամյակի, մեզի հայոց լեզի եւ գրականության դաս կդեր։ Սոխոյան Կոստան, Գրաբսկի Հովսեփ, Գրաբսկի Հովագիմ, Գրաբսկի Վելիկ, հետո նորեն Քուրդողյան Ալեքսան, Հեկնադոսյան Մարտին, դրանք մեր իսկական դասադունի էին, գերմաներենից դաս կուտեին, բանը, նորից, աշխարհագրություն, պատմություն, դո ես ինչ գիտեմ, ինչ այդպիսի մենք դասադու ենք ունեցել, որ մենք հասել ենք այս արդյունքին, այդ քիչ բան չէ, հիմա երեխեք, հələ որ այսօր հասնեն մեզի, շատ քայլեր կան, բայց ամենագլխավորն են, որ պետական լեզուն գիտեն սրանք, մենք օրինակ գնացի վերջերս Թիվլիս, լեզու չգիտեի, ինչ, հաշվոր հեչ բանիս, այդ տղաների միջոցով մենք գնացինք այնտեղ բուժվանք եղանք կանոնավոր մարդիկ։ Ցերեկույթին հրավիրվածների ցուցակում էին դպրոցի նախկին ու ներկա ուսուցչական անձնակազմը, գյուղի մտավորականները, տեղական ինքնակառավարման մարմինները, հանձինս խորհրդարանի падգամավոր Սմբատ Գյուրեղյանի, Սակրեբուլոյի նախագահ, միևնույն դեպքում վերոնշյալ դպրոցի նախկին սան Վահան Արոյանի ու քաղաքապետ Անի Վարդմոսոյանի, գյուղի բարեկարգման ու զարգացման գործում մեծ ավանդ ունեցող բարերարներ, գյուղի ողջ հասարակությունն ու շատ հյուրեր։ Շնորհավորական խոսքով հանդես եկան падգամավոր Սմբատ Գյուրեղյանը, քաղաքապետ Անի Վարդմոսոյանը, ռեսուրս կենտրոնի ներկայացուցիչ Էլմիրա Դարփինյանը։ Սիրելի հեշտյացիներ, ինչպես մեր նախնիները կասեին, դուք շատ խորոտ եք, խոսալ չաս։ Ես լինելով մանկավար, նախկին չեմ ասում, որովհետև մանկավարժը ամբողջ կյանքում մանկավարժ է, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ձեզ մանկավարժներին այսօրվա գեղեցիկ օրվա, հոբելյանական օրվա կապակցությամբ։ 60 տարիները դա մեկ մարդու կյանքի պատմություն չէ, դա սերենդների պատմություն է, որ կրթելով, դաստիարակելով, տալով հոգևոր բավարար սնունդ հասել են մեր օրերը։ Չնայած յուրաքանչյուր մեկը տարբեր կյանքի ուղի է բռնել, բայց այնուամենայնիվ բոլոր 60 տարվա սերունդի ներկայացուցիչները որպես դպրոցի սաներ տարբեր ասպարեզներում պահել են հեշտեցու մարդ լինելու իսկական մեծ պատիվ է։ Պատիվ պահելը մի այլ բան է կրթվելը, դաստիարակվելը եւ այդ ամենի հիմնական շնորհը հանդիսանում է դպրոցի մանկավարժական կոլեկտիվին։ Այսօրվա
հոբելյանական իմաստը շատ մեծ է, որովհետև ներկա է առաջին տնօրենը պարոն Սիմոնյանը։ Ես առիթից օգտվելով Սիմոնյանի շնորհավորում եմ նաև երեկվա մեծ տոնը, որովհետև մարդը երեք Մոսկվայի հրապարակում տոնում էր մայիսին, այսօր Հեշտիայի կրտոջախում տոնում է Հեշտիայի դպրոցի 60-ամյակը։ Սա չափից դուրս թու ասված ես մարդուն շատ մեծ երկար առողջություն տա։ Խնդրում եմ ձեզ ծափարությունները եւ ես նոր ելույթներից բաներ որսացի, որ պարոն Արոյանը առաջին շրջանավարտն է, խնդրում եմ ձեզ ծափարեն, ներողություն առաջի դասարանցին ես, խնդրում եմ ձեզ շնորհավորել, նաեւ այսօրվա 60-ամյակի կապակցությամբ նաեւ պարոն Արոյան ձեզ շնորհավորում ենք։ Ես նաեւ ուզում եմ առիթից օգտվելով շնորհավորել Հեշտիայի համայնքին, որովհետեւ այսօր նաեւ ձեզ համար մեծ տոն է։ Ես դինելով նույնոցմենտացի տարբեր պաշտոններ զբաղեցրած մարդու, բայց ձեր մոտ միշտ զգացել եմ միասնության ուժը, ժողովուրդ։ Ես հեշտեցիներին դրա համար շատ եմ սիրում։ Թող մյուս գեղեցիկ մարդիկ ձեր նման լինեն, օրինակ ծառայեն, եւ նաեւ առիթից օգտվելով շնորհավորում եմ այս տարվա առաջի դասարանցիներին, որովհետեւ 60-ամյակի առաջի դասարանցիները մի 120 տարի հետո նորից դառնալու են սիմվոլիկ տարեթիվ եւ գուցե մեր սերունդները, մեր թորները, մեր ծորները այդ օրը նշեն եւ այսօրվա նկարները, հիշողությունները կարող են եւս մեկ անգամ վերարտադրվի։ Գիտեք ինչ ժողովուրդ, մարդը իր ապրած տարիների ընթացքում մի օրով պետք է չապրի։ Մանկավարժության իմաստը խորհուրդը հենց դա է, դրանում է կայանում։ Եթե մենք յուրաքանչյուրս հետադարձ հայացք գցենք խոսքը մանկավարժների մասին է, 60 տարիների ընթացքում մենք բազմաթիվ մարդիկ ենք կրթել, դաստիարակել, սնունդ տվել եւ հասցրել մեր օրերը։ Ես ուզում եմ առիթից օգտվելով շնորհակալություն հայտնել 90-ից մինչև 2015 թվականի բոլոր կրթօջախների հանձինս այս կրթօջախի մանկավարժներին, որոնք այն մութ սով տարիներին կարողացան դպրոց պահել, սերունդ դաստիարակել եւ հասցնել մեր օրերը, որովհետեւ դժվար է աշխատել մի պայմաններում, որտեղ մարդու կամ մանկավարժի աշխատավարձը սառեցրած է։ Հիշում եք ինչի մասին է խոսքը։ Եվս մեկ անգամ իմ խորին շնորհակալությունս այդ մարդկանց, այդ տարիներին աշխատող մարդկանց։ Մանկավարժության մեջ շատ կարևոր է սերնդափոխությունը, բայց սերնդափոխության հետ մեկտեղ շատ կարևոր է նաև փորձի փոխանակությունը։ Ես շատ կցանկանամ մեր տարեց մանկավարժներին առողջություն, որպեսզի իրենք հավասարազոր աշխատելով երիտասարդների թող իրենց փորձը փոխանակեն։ Գիտեք ինչ կա, մանկավարժությունը դա բնատուր է, դա իծն է, որովհետև բոլորը կարող են մանկավարժական կրթություն ունենալ, բայց լավ մանկավարժեր շատ քաջերն են լինում։ Ես դելով մանկավարժի ընտանիքից շատ լավ պատկերացնում եմ ինչի մասին է խոսքը։ Շնորհակալություն ձեզ, սիրելի մանկավարժներ, սիրելի կրթօջախի նախկին եւ ներկա ղեկավարներ, որովհետեւ այսօր ձեր ներկայությունով եւս մեկ անգամ զարդարեցիք այսօրվա տոնը։ Շնորհակալ եմ ձեզնից, որ ես որպես քաղաքացի մասնակցում եմ այսօրվա գեղեցիկ արարողությանը։ Եվս մեկ անգամ շնորհակալություն։ Ես ձեզ շատ սիրում եմ։ Շատ ուրախ եմ, որ գտնվում եմ այսօր այս գեղեցիկ միջոցառմանը եւ տեսնում եմ շատ հարազատ դեմքեր, որովհետեւ ինչպես գիտեք, գալիս եմ ձեր ոլորտից եւ ինձ համար, որտեղ որ աշխատեմ, դպրոցը մնում է ամենահարազատ եւ մոտիկ ոլորտ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ այն բանի համար, որ տեսնում եմ այսքան երեխեք, որոնք որ դպրոցի սաներ էին եւ մի քանի տարի հետո, ինչպես նախկին ձեր դպրոցի սաները կան, գոյություն ունեն եւ պահում են դպրոցը եւ գյուղը։ Որպես գործադիր Մարմենի ներկայացուցիչ ասեմ, որ մեր մունիցիպալիտետի ամենակարևոր ուղղությունը մեր երիտասարդների աջակցությունն է եւ հիմնական մեր ուղղությունը հենց ուղղված է դրա համար, որ զարգանա մեր երիտասարդությունը եւ երեխաները։ Հենց առաջի օրինակն էլ կարող եմ ասել 25 թվականի ձեր գյուղի մեջ մենք կառուցեցինք եւ բացինք մարզասրահ, որով կօգտվեն նաեւ այս դպրոցի սաները, ինչու՞ չէ մեծերն են։ Ուզում եմ շնորհավորել բոլորին գյուղի հասարակությանը, այն մարդկանց, ովքեր որ չեն գտնվում այստեղ, արտասահման են կամ տունն են, բոլորին քաջ առողջություն, դպրոցին բարեկեցություն, զարգացում եւ
ամենակարևորը թող սաները շատանան, շատանան, որ երկրորդ հարկն էլ կառուցենք, հարկելի լադազար։ Բոլորից հետ շնորհակալություն եւ բարեկեցություն բոլորիս։ Հարգելի տնօրինություն Հեշտյայի հանրային դպրոցի, հարգելի համագյուղացիներ, շնորհակալ եմ, որ խոսքը դրվեց ինձ։ Ուզում եմ օրվա առիթը եւս մեկ անգամ հիշեցնել, ինչպես գիտենք, լրացել է Հեշտյայի թիվ 2 հանրային դպրոցի 60-ամյակը։ Ուրախ ենք, որ այսօր ներկա ենք գտնվում այս գեղեցիկ տոնակատարությանը։ Շնորհավորում ենք դպրոցին ուզում եմ մաղթել հարատևություն եւ իմ խոնարհումն եմ ուզում բերել Ինոց Միտայի Հեշտյակյուղի թիվ 2 հանրային դպրոցի տնօրինությանը Հանձինս պարոն Արոյանին, որ համագործակցում է եւ կրթության նախարարության եւ տարբեր մարմինների հետ դպրոցը շեն եւ կայուն պահելու համար։ Դպրոցին եւս մեկ անգամ ցանկանում եմ հարատևություն, ինչպես գիտենք, մարդկության զարգացման, մարդկային բանականության հսկման կենտրոն է հանդիսանում դպրոցը, թող որ դպրոցը մշտապես գործի եւ բազում գրագետ եւ կայացած սերունդներ տա մարդկային հասարակությանը։ Շնորհակալություն ձեզ ձեր գործունեության համար, ակնկալում շնորհակալություն նաեւ Հեշտյայի թիվ 2 հանրային դպրոցի ուսուցչակազմին, ծնողներին, աշակերտությանը, դպրոցը շեն եւ կայուն պահելու համար։ Ცა հոդադանուգեչնիա դեդամիցակալագդա ռոցա մեսկա ջավախეთი թորը ծուծուսատովեց ռոցա գիտե քրիստե իշ բադակարթ շեմավատովես կախետ շիրոմզեանթիա իդիդոս ախելի ռոնարիկնեբա բազա ծրեմ լիվից մինդոս սվիսմոնավի արկոբիվար գրծանիս դիտգորս մավդիվար սակլավշի ծրովից բադվելա սպադի ծոցլավ սիջովիվար վիդմեմ մերթո սակարթվելո թարթվելը բիմ ծիրդևա շեն ասետ Իսուս կատարը շեն ռագագի ծիրդևա մաշվարձի արապերի ու պլիսիխը արասմքմելի արցամասի արագվելի իսկամ մաքսանար չելի հոյի վախտան բայի թամար դագար գուլիս ձեպնա դավալ կետևանի սուլեմ ստավեցավ մինդոր դրամալ գադի կվալի թորենալ դագինդոմ սուտերի քարոն ջեր խոմիսար տաուսկատ շի արդան շրալամ նետիս քարոն մերերարոն մոխև սմոգից ավտան մետնի մոգվիս ավտան ամիս մետի արգուն ախավ սուլ գվճանდა ցոնստան պրավդա սապլավիդան ծաման կարա էրիչ Հենի, էնաչ, վենի իսեմ ուկիվլիա, վիսկոմ մաքսանար չելի, իսեմ ծալկոտ սլովել, ուդու խաբա, աուցնիլո, ռադիվ սեպի շուրի, բողնի, չվենարարի սախմեր ուտի, մեր տրիքսիս նովկասունի, չվեն արվիցի, տերի բևրի կավդա, իսիտ վիցիլո, հարկալի, տերի սապլասի կակոլյա, գադի կվալի թորեն արտագինդոց, տերի քարո, ջեր կոնիսեր կաուսկաչի արդան շտալա, մեկիս կար, մերերարոն մոխից մոգից ավդա, մետնի մոգից ա, ամիս մետի արգին ախավ, սուլ գվճանդա, ծոցատ, պրավդա, սապլավիդան ծավան կարա, էրիչ, վենի, էնաչ, վենի, սեպսեպ ուտիվլիա, վիսկան մաքսանար չելի, սեպսեպ ծալկոտ սլող է, ուտուն խաբա, ուտուցիցա, թեր սատկարոս, չերնադա, սակարդվելոս, ուջանիցա, գադիկ հայդե դաուցվիլո, ռադիվ սեպի շուրի, բողմի, չվենարարի սահմեկ, վեհտիսիս նովկաս, չվենարդիցի դարդիսի, տերի բևրի պարդը, իսիտ վիցիրով, հարկվելիցել, սակնաչի, հակոլյա,
դպրոցի մգնդիչ 48, 47, 46 այդ 3 տարվա շրջան ավարտի է, խառնված այդ 3 տարվա տղա աղջիկ ավարտել է 64-65 թվի ուսումնական տարի, հետո այդ տարին դպրոց կիսվել է երևի և առաջին և երկրորդ դպրոցը եղել է։ Շնորհավորում եմ, ցանկանում եմ ելիքսև առողջություն, հաջողություն բոլորին։ Նշենք, որ հոբելյանական ցերեկույթին ներկա էր նաև Հեշտիայի թիվ 2 հանրային դպրոցի հիմնադիր ու առաջին տնօրեն 101-ամյա Ներսես Սիմոնյանը։ Նրան բազմությունն ընդունեց ոտնկայս։ Չնայած իր պատշաճ տարիքին, հայրենական մեծ պատերազմի վետերանն է մեզ հետ կիսվեց իր խոհերով։ Այսօրվա տոնը դա իմ տոնն էր, որտեղ դպրոցի առաջին դիրեկտորը ես եմ եւ դպրոցի բացման համար մեծ դեր են կատարել իմ ընկեր Գրաբսկի Հովակիմի եւ ես միասին ժամանակ դիրեկտոր ուսուցման էի, փոխեցինք ուրեմն գյուղի մեծ երեխաների արդեն դպրոցը հերիք չէր անի, բացվեց երկրորդ դպրոց, սա մեծ դժվարությամբ։ Եվ այդ դպրոցի դիրեկտորը ես նշանակվեցի 65 թվականին եւ այդ դպրոցը շարունակեց իր գործունը։ Այսօր շատ հպարտ եմ, որ այդ դպրոցը իր 60-ամյակն է ապրում եւ շատ նշանավոր աշակերտներ եք տվել։ Դպրոցում աշխատեցի ես 24 տարի ավարտելուց հետո իմ աշխատանքը շարունակեցին իմ աշակերտները։ Այսօրվա ուրեմն դիրեկտորը Արոյանը նաեւ իմ դպրոցի աշակերտն է եւ շատ ուրախ եմ, որ նա նույն ձևի շարունակում է մեր դպրոցի հետաքրքիր տրադիցիան եւ այսօրվա տոնակատարությունը գեղեցիկ կերպով անցկացվեց։ Դա դպրոցի ուրեմն պատմությունը վերականգնվեց, դպրոցի աշակերտների գործունեությունը եղավ, հետո նշանավոր աշակերտներ ունեցանք, մեծ գիտնականներ դարձան, նույնիսկ արտասահմանում ունենք մեր դպրոցի արտատարանը, ուրեմն արտասահմանում։ Մեքսիկայում ուրեմն մենք աշակերտ ունենք, Անտոնյան աշակերտը, ուրեմն Անտոնյան երեխան, ուրեմն Մեքսիկայի ակադեմիա անդամ։ Այս հպարտանում որ մեր դպրոցի հետ։ Եվ այսօրվա ուրախությունը բոլորիս ուրախությունն է։ Ես ցանկանում եմ ուրեմն մեր ժողովրդին, հայ ժողովրդին, Մագդանովկայի ժողովրդին ամբողջությամբ մեր ժողովրդին, ուրեմն կարողանալ եղած դժվարությունները կարողացել ենք հաղթարել եւ մեր տրադիցիան շարունակում ենք, մեր նախնիների տրադիցիան։ Ես այսօրվա ուրեմն տեսա այստեղ դիրեկտորներ կան այստեղ, բայց դրանք իմ նախնիներն են, ես դրանց տեսա, ես շնորհեցի, դա ինձ համար ցավալի էր, ես շնորհեցի, դրանց մասին խոսեցի եւ ասեցի, որ դրանց ովքեր կան, եթե կան, թող առողջ լինի, իսկ դրանց գործը շարունակողները թող հաջողությամբ ավարտեն, շարունակեն այն տրադիցիան, ինչ որ մենք ունենք։ Միայն մի բան կասեմ, որ կապ չունի շրջանավարտները երբ են եղել եւ դպրոցը ովքեր են տնօրինել եւ ուսուցանել։ Մենք մեր աշխատանքով, մեր գտնվելու վայրով, մեր ապրելակերպով միշտ ցույց ենք տվել, որ մենք հեշտիացի ենք եղել եւ հեշտիայի դպրոցում ենք սովորել։ Այսօր բախտ է վիճակվել նաեւ ինձ ներկա լինելու եւ ամբողջ ուսուցանելու ընթացքում մեր դպրոցի տնօրեն եղել մեր պարոն Սիմոնյանը, լեգենդար անձնավորություն եւ դա էլ է բարձանք նաեւ տեսնելու, շփվելու համար։ Նաև այսօր պարոն 60-ամյակը մեծ շուկով նշվում է, մեր հարգարժան Լալազարետ անձամբ Արոյանի հետ սովորել ենք, ուսուցանել ենք, ծանոթ ենք եղել եւ նաև էլի հնարավորություն է եւ պար, որ ղեկավարում են այսօր դպրոցը նման անձնավորություններ, որոնց կյանքը ամբողջ ընթացքը նվիրել են դպրոցին եւ սերունդների դաստիարակմանը։ Մնում է միայն մի բան ցանկանալ, որ այս կարգը, այս տրադիցիան պահել, փայփայել եւ շարունակել ընդմիշտ։
եւ գյուղի անունը պահելու համար, եւ դպրոցի անունը, եւ մեր անունը, որպես մարդիկ, որպես քաղաքացիներ հեշտիար։ Բոլորից շնորհավորում են եւ ցանկանում առողջություն, հետագա հաջողություններ։ Բոլորիդ իմ բոլոր համադասարանցիների կողմից։ Երբես գրացի առաջին դասարան, այն ժամանակ գյուղում ընդհանուր մի դպրոց կար, այնուհետև գյուղում բացվեց երկրորդ դպրոցը եւ ինձ բախտ վիճակվեց հաճախել այս դպրոցը, որտեղ տնօրինում էր Ներսես Սիմոնյանը, իսկ դասղեկս Հովսեփ Դրաբսկին էր։ Այս 60 տարիների ընթացքում դպրոցը բարգավաճել է, վերափոխվել ժամանակի հետ, զարգացել, բայց չի փոխվել նրա ոգին, նվիրվածությունը, գիտելիքներին, սերն ու աշակերտների նկատմամբ եւ հավատը լուսավոր ապագային։ Թող այս կրթօջախը շարունակի կրթել ու դաստիարակել բազում սերունդների, որոնց արմատները միշտ կապված մնան այս դպրոցին, օգտվելով առիթից ուսուցիչներին, մաղթում եմ առողջություն, համբերություն, երկարակեցություն, իսկ աշակերտներին հանձինս թողնիկիս գերազանց առաջադիմություն, շնորհավոր 60-ամյակը սիրելի դպրոց։ Ուսուցիչների ձայնը փարոսում էր հոգում, ոգևորում էր մեզ ճամփորդության ուղին, խելագիտություն, սեր եւ մտքի ջերմություն, հաջողության գծան դեպի հզոր կյանքի գույք։ Դպրոց, շնորհակալ եմ իմ կյանքի բաժին։ Ինչպես անցան տարիներն անգին, եկեք հիշենք այսօր մենք բոլորին, նրանք կյանքի մեջ ճամփա են անցել, հեռացել են ու չեն էլ մոռացվել, նորից դպրոց, դասարան ու մանկություն, քանի սերունդ է այդ մասին երազում, հավատում եմ կմնաս հավիտյան, դու մեր դպրոց, մեր սիրելի օթևան, 60 տարի կես կյանքից էլ առավել, սերունդներ են եկել ու գնացել, մեր դպրոցը ունի մեծ պատմություն, որքան ասես մարդկային բարություն։ Մեր բոլոր ուրախությունների ու տխրությունների անկաշար մասնակից ու ականատես։ Մեր բոլոր մտորումների ակունք ու սպեղանի, մեր երազանքների ուղեկից, կյանքի ուղեկից տվող սիրելի դպրոց։ Սիրելի ուսուցիչներ, դպրոցի 60-ամյակի կապակցությամբ մաղթում եմ ձեզ քաջ առողջություն ու երանք, նորանոր հաջողություններ կայուն ու հիմնարար գիտելիքների դասավանդման գործում, որը մեր հայրենիքին էլ ավելի ծաղկման ու բարգավաճման առհավատության է։ Իսկ մենք աշակերտները վստահ ենք, որ դուք կմնաք ձեր կոչման բարձրության վրա, իբարս մեր նոր սերնդի։ Ոչինչ չեմ ուզում այս մեծ աշխարհում, միայն մի բան, մի մեծ երազանք, որ երկար տարիներ հետո նստեմ աթոռին աշակերտական։ Կուզես թափարիր աշխարհից աշխարհ, դպրոցից քաղցր ուրիշ վայր չկա։ Կուզես դարձիր դու բարձր պաշտոնյա, ուսուցչից պատվով ուրիշ մարդ չկա։ Որպես դպրոցի շրջանավարտ, որպես հենց առաջի 1965 թվականին առաջի անգամ ոտք դրեցի Հեշտիայի թևեգրորդ դպրոց։ Մեր դպրոցի տնօրենն էր ընկեր Ներսես Սիմոնյանը, իսկ իմ առաջի ուսուցչին եղել է Մարիամ Գրաբսկին, որը միշտ հիշում եմ ու անջնջելի հետք է թողել ինձ վրա։ Շնորհակալություն եմ հայտնում իմ դպրոցի կոլեկտիվին, ուսուցիչներին, նրանց շնորհիվ ես հասել եմ գիտելիքների, այնպես չէ որ չնայած որ բարձրակուն կրթություն չհասցրեցի ստանալ, բայց նպատակներից հասա։ Ու միշտ սիրով հիշում եմ իմ դպրոցի ուսուցիչներին, առաջի հերթին Մարիամ Գրաբսկուն, հետո Արկադի Ռաֆալյանին, Մարտին Էքնադոսյանին, Ալեքսան Կարաբեդյանի մահվան ժամանակ գրել եմ մի բանաստեղծություն, եթե կարելի է կարող եմ ասել։ Նվիրում եմ Ալեքսան Կարաբեդյանին, դու թռամեցիր ցուրտ հունվարին, երիտասարդ դաստիարակ, քո անունը մնաց մեր սրտերում ինչպես վարվան մի կրակ։
Երբ մտնում ենք դասարանը, ամեն ինչ մեզ որբ է թվում, առանց քեզ տխուր է կյանքը դպրոցական վառ շրջանում, ու նա միշտ մնում է մեր սրտերի մեջ, միշտ հիշում ենք մեր ուսուցիչներին։ միասնության մասին, ես նույնպես կասեմ այն փաստը, որ մեծ համագործակցություն կա առաջի եւ երկրորդ դպրոցների միջև եւ փորձում ենք չդնել այն տարբերությունը առաջին է թե եւ երկրորդ դպրոց է։ Մեր միասնությունը Հեշտիայի դպրոցները ունենք համատեղ աշխատող ուսուցիչներ, տեսակ բեմահարտակում աշակերտներ, որոնք համաձուլված միասին պարում են, միասին երգում են, արտասանում են։ Ունենք միասնություն, ինչպես դուք նշեցիք, եւ ասեմ ուսուցիչներին, բոլոր ուսուցիչներին, որովհետեւ այստեղ են գտնվում մեր գյուղի ուսուցիչները, ձեր վրա այնպիսի մի մեծ պատասխանատվություն կա, որ դուք մեր սաների երազանքները դարձնում եք իրականություն, որ դուք տալիս եք նրանց գիտելիքի, իսկական կյանքի բանալին։ Շնորհակալություն։ Միջոցառման գեղարվեստական մասն ապահովեցին դպրոցի վրացական պարի խմբակի սաները, Հեշտիայի մշակույթի տան նռան է համույթն ու Հեշտիայի թիվ 2 հանրային դպրոցի սաները։ Մթնոլորտը լցված էր գրական ու գիտական գաղափարախոսությամբ, դպրոցի կարևորության մասին հնչող խոհեմ արտահայտություններով։ Ժամեր ձգվող միջոցառումն անցավ ակնթարթի նման, քանի որ այն իր մեջ ներառում էր մեծ գաղափարախոսություն։ Այսօր, երբ 60 տարի անց դարձանք մեկ ամբողջություն, մենք կանգնում ենք այս պատմության դիմաց, որը ծնունդ է ստացել այն ամենից, ինչ մենք ապրում ենք, սովորում եւ կերտում այս դպրոցի շուրջ։ 60 տարի լիանցյալով, որի յուրաքանչյուր պահը դաջվել է մեր սրտերում, որպես անգնահատելի արժեք։ Այսօր մենք ոչ միայն նշում ենք մի այնպիսի օրվա հիշողություններ, որտեղ եղել են ծաղկուն, բայց եւ մարտահրավերներով լի տարիներ։ Մենք այսօր նշում ենք այն պահը, երբ դպրոցը դարձավ մեր ընտանիքը, միանալով սիրով, գիտելիքներով եւ այն ուժով, որը միասին տարանք դեպի ապագա։ 60 տարի երեխաներ, ովքեր առաջին անգամ ոտք դրեցին այստեղ։ Դպրոցն այն դարբնոցն է, որը երեխայից կերտում է մարդ։ Ուսուցիչն այն դարբինն է, ով իր ձեռագիրն է թողնում աշակերտի կյանքում։ Դաստիարակել սերունդներ, դա ոչ բոլորին է տրվում։ Այդ իսկ պատճառով մարդ պետք է ծնվի մանկավարժ, որ կարողանա իր հոգում եղածը մանկավարժորեն փոխանցի երեխային։ Հեշտիայի թիվ 2 հանրային դպրոցը 60 տարիների ընթացքում կարողացել է ձևավորել հանրությանը պիտանի սաների։ Հեշտիայի թիվ 2 հանրային դպրոցը 60 տարիների ընթացքում կարողացել է ձևավորել հանրությանը պիտանի սաներ, ու սա եւս մեկ ապացույց, որ դպրոցում աշխատել ու աշխատում են իսկական մանկավարժներ։ Շնորհավոր 60-ամյակդ կրթօջախ, թող բազում այսպիսի տարիներ գումարվեն քո հարկի տակ, որ միշտ ծաղկես, հպարտանաս ու չծերանաս քո կրթած սերունդների փայլից, որը ճառագում է ամենուր։
Ո՛չ կոլեկտիվի